2025 թվականի հունիսի 4-ից սկսած անձը հաստատող քարտերի դիզայնը կփոխվի։ Համապատասխանաբար հունիսի 4-ից հետո անձը հաստատող քարտ ձեռք բերել ցանկացող բոլոր անձիկ կստանան թարմացված ձևի անձը հաստատող քարտ։ Ինչպես հայտնի է, փոխում են Վրաստանի քաղաքացու անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթի տեխնիկական բնութագիրն ու ձևը։ Վրաստանում բնակվող օտարերկրացու ժամանակավոր եւ մշտական բնակության էլեկտրոնային վկայականները, նաեւ ժամանակավոր նույնականացման էլեկտրոնային քարտը։ Նշենք, որ այն անձը, որոնց անձը հաստատող քարտը ժամկետանց չէ, ստիպված չի լինի այն փոխարինել նորով եւ կշարունակի այն օգտագործել սովորականի պես։ Միևնույն ժամանակ հունիսի 4-ից հետո որևէ պատճառ նոր քարտի ձեռք բերողները կստանան թարմացված դիզայնի անձը հաստատող քարտ։ Նոր նույնականացման քարտի ստացման ստանդարտ գինը 65 լար է եւ այն պատրաստվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Անձնագրային քարտի վճարի վճարումից ազատվում են սոցիալապես անապահով ընտանիքի անդամները ամբողջությամբ, որոնց վարկանիշների միավորը չեն գերազանցում 70,001-ը, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները ամբողջությամբ, Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում ամբողջությամբ հաշմանդամ դարձած Վրաստանի քաղաքացիները, Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ Վրաստանի քաղաքացիություն ստացած անձիկ ամբողջությամբ, լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները, որոնց կարգավիճակը կարող է ստուգվի գործակալության տվյալների բազայի միջոցով նշված ծառայության վճարի դեպքում, ստանում են հավելյալ զեղչ, վճարելով առաջին անգամ ընդհանուր վճարից 10 լարի քիչ, երկրորդ անգամ 6 լարի քիչ եւ ազատվում են լուսանկարի վճարման լրի վճարումից։ Անձիկ, որոնք կարող են տրամադրվել ծանր կամ զգալի հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակի անձնագիր, կազատվեն ծառայության վճարից 50%-ով։